Բարև։ Երբ նայում եք աստղազարդ երկնքին, դուք հավանաբար չեք էլ մտածում, որ տեսնում եք ոչ թե ներկան, այլ անցյալը, որովհետև լույսը, չնայած աներևակայելի արագ է, սակայն չի տարածվում ակնթարթորեն։ Այն ահռելի հեռավորությունները հաղթահարում է ժամերի, օրերի, հազարավոր, միլիոնավոր ու անգամ միլիարդավոր տարիների ընթացքում։ Նայելով լուսնին, դուք տեսնում եք երկրի բնական արբանյակն այնպիսին, ինչպիսին այն 1.3 վայրկյան առաջ էր։ Արեգակի դեպքում տեսնում եք մեր աստղը 8 րոպե առաջ, իսկ եթե նայեք հեռավոր գալակտիկային, ապա կարող եք տեսնել այն այնպիսին, ինչպիսին այդ աստղային կղզին ժամանակներում էր, երբ երկրի վրա դեռ գոյություն չունեին մարդիկ կամ գոյություն չուներ կյանք կամ անգամ երկիրը գոյություն չուներ։ Այսպես է աշխատում տիեզերքի ժամանակի մեքենան, ու այս պահին մեր ունեցած լավագույն այդպիսի մեքենան է Ջեյմս Վեբի տիեզերական աստղադիտակը։ Ու այժմ աստղադիտակը նոր ռեկորդ է խփել։ Այն ֆիքսել է հեռավոր գալակտիկայի լույսը ու տեսել այդ գալակտիկան այն ժամանակներում, երբ տիեզերքը ընդամենը 280 միլիոն տարեկան էր, այսինքն լրիվ նորածին։ MOMZ-14 անունը կրող գալակտիկան ունի ռեկորդային կարմիր շեղում 14.44։ Դա նշանակում է, որ այդ գալակտիկայի լույսը մեզ էր հասնում ավելի քան 13.5 միլիարդ տարի, հաղթահարելով ընդլայնվող տարածությունը, փոշու եւ գազի կուտակումները։ Այսպիսի հեռավոր օբյեկտ տեսնելն ինքնին սենսացիա է, սակայն ավելի հետաքրքիր է, թե կոնկրետ ինչ են տեսել աստղագետները։ MOMZ-14-ի լույսը ոչ թե վառ ակտիվ միջուկից է, ինչպես շատ վաղ գալակտիկաների մոտ, որոնցում մոլեգնում է գերհսկա սև խոռոչը, այլ աստղերից։ Նշանակում է սա աստղային եւ ոչ թե սև խոռոչային գալակտիկա է։ Ու ելնելով նրանից, թե որքան վառ է գալակտիկան, այդ աստղերը աներևակայելի ծանր են ու տաք։ Հնարավոր է դրանք աստղերի այսպես կոչված առաջին սերնդի ներկայացուցիչներն են, որոնք գրեթե ամբողջությամբ բաղկացած են ջրածնից ու հելիումից։ Նախկինում երբեք չի հաջողվել այդպիսի աստղերն ուղիղ դիտարկել։ Եվս մեկ շրջադարձ։ Գիտնականները ուսումնասիրել են գալակտիկայի քիմիական կազմը, պարզել, որ ազոտի եւ ածխածնի հարաբերակցությունը դրանում անգամ ավելին է, քան մեր արեգակում։ Դա անսպասելի է, այդպիսի քիմիական պրոֆիլն այսօր հանդիպում է միայն ծիրկաթինի հնագույն գնդաձև կուտակումներում։ Հնարավոր է MOMZ-14-ը հենց այդպիսի ստրուկտուրաների վաղ նախահայր է, որոնք միլիարդավոր տարիներ անց դարձել են ավելի խոշոր գալակտիկաների մասը։ Մինչև Ջեյմս Վեբի տիեզերական աստղադիտակը նման գալակտիկաներ տեսնելն անհնար էր, ոչ մի աստղադիտակ չուներ անհրաժեշտ զգայունություն, իսկ այժմ կարող են կարդալ տիեզերքի պատմության առաջին էջերը։ Շարունակելով Ջեյմս Վեբի տիեզերական աստղադիտակի թեման, երբ հեռավոր K2-18b մոլորակի մթնոլորտում սարքն առաջին անգամ ֆիքսեց դիմեթիլսուլֆիդի եւ դիմեթիլդիսուլֆիդի առկայության նշաններ, աշխարհը շունչը պահել էր, որովհետեւ երկրի վրա այդ մոլեկուլներն արտադրում են հիմնականում կենդանի օրգանիզմները։ Բոլորը մտածում էին, արդյոք մենք վերջապես հայտնաբերեցինք այլմոլորակային կյանքի քիմիական հետքերը։ Ու ահա Չիկագոյի համալսարանի աստղագետների խումբը սառը ջուր է լցնում այս ոգևորության վրա։ Գիտնականները կրկին վերլուծել են K2-18b մոլորակի մթնոլորտի մասին Ջեյմս Վեբի տվյալների ամբողջ բազան եւ չեն հայտնաբերել ոչ դիմեթիլսուլֆիդ, ոչ էլ դիմեթիլդիսուլֆիդ։ Առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ K2-18b-ի շուրջ աղմուկի պատճառը։ Մոլորակը գտնվում է մեզանից 124 լուսատարի հեռավորության վրա, կարմիր թզուկի բնակելի հատվածում, այսինքն մայրական աստղից այնպիսի հեռավորության վրա, որ մոլորակի վրա կարող է հեղուկ ջուր լինել։ Իր ֆիզիկական պարամետրերով սա Գիկեան է, աշխարհ, որը ծածկված է խիտ մթնոլորտով ու խորը օվկիանոսով, կամ սա մինի Նեպտուն է, հաստ ջրածնային թաղանթով ու անհայտ ներքին կառուցվածքով։ Ամեն դեպքում սա արեգակնային համակարգի սահմաններից այն կողմ կյանքի առկայության ամենահետաքրքիր թեկնածուներից է։ Ջեյմս Վեբի ստացած վաղ սպեկտրներն իրոք պարունակում էին առանձնահատկություններ, որոնք ինտերպրետացրել էին որպես կենսամարկերների հետքեր, սակայն մթնոլորտի սպեկտրները ըստ էության մոլեկուլների բարդ մատնահետքեր են, ու դրանց ինտերպրետացիան պահանջում է տվյալների համադրում մոդելների մեծ քանակության հետ։ Չիկագոյի գիտնականների խումբը սիստեմատիկ է մոտեցել վերլուծությանը։ Նրանք օգտագործել են 3 տարբեր սարքավորում, տվյալների մշակման 3 անկախ մեթոդ եւ սպեկտրների ընտրության 2 տարբեր ծրագիր, ստուգել է ոչ միայն կենսամարկերները, այլև մոլեկուլները, որոնք կարող են առաջանալ ոչ կենսաբանական ճանապարհով, օրինակ մեթանի ֆոտոլիզի արդյունքում։ Ու արդյունքում ոչ մի սցենար չի պահանջել դիմեթիլսուլֆիդի կամ դիմեթիլդիսուլֆիդի առկայություն դիտարկվող տվյալների բացատրության համար։ Այնինչ ավելի վաղ ինտերպրետացրել էին որպես կենսամարկերներ, կարող էր լինել ուղղակի էթան, պրոպին կամ դիեթիլսուլֆիդ, շատ ավելի պարզունակ նյութեր։ Բացի այդ, հաշվարկները ցույց են տվել, որ K2-18b-ի մթնոլորտը հավանաբար ավելի տաք է, քան ենթադրվում էր նախկինում, ինչը նույնպես ազդում է քիմիական ռեակցիաների ու մոլեկուլների սպեկտրների վրա։ Հետազոտողները կարծում են, որ կենսամարկերների հուսալի հաստատման
համար անհրաժեշտ կլինի ոչ պակաս քան 26 դիտարկում։ Այս պահին մեզ հասանելի է ինֆորմացիայի միայն փոքր մասը։ Ավելին, ուրիշ մոլորակների մթնոլորտում մոլեկուլների վստահ ճանաչման համար անհրաժեշտ է ընդլայնել ու ճշգրտել տվյալների սպեկտրոսկոպիկ բազաները, քանի որ բազմաթիվ մոլեկուլներ մինչև հիմա բավարար ճշգրտությամբ նկարագրված չեն։ Այնպես որ առայժմ սենսացիան հետաձգվում է, սակայն սա նաև լավ նորություն է, նշանակում է գիտությունը աշխատում է, այն ազատվում է հապճեպ եզրակացություններից միայն կայուն ճշմարտությունները թողնելու համար։ Այս շաբաթվա գիտական տերմինը Պապի պարադոքսն է։ Պապի պարադոքսը պատկանում է ժամանակային ճամփորդությունների հետ կապված պարադոքսների շարքին։ Ժամանակային ճամփորդն ուղևորվում է անցյալ, երիտասարդ տարիքում գտնում եւ սպանում սեփական կենսաբանական պապին։ Այդ գործողությունն անհնար է դարձնում ճամփորդի ծնողի եւ հենց ճամփորդի ծնունդը։ Հետևաբար ճամփորդը չէր կարող վերադառնալ անցյալ ու սպանել պապին, որովհետեւ նա չի ծնվել։ Այս պարադոքսը տարբեր ինտերպրետացիաներով հաճախ է կիրառվում դեպի անցյալ ժամանակային ճամփորդությունների անհնարինության տրամաբանական հիմնավորման համար։ Առաջարկվել են միջակայքներ պարադոքսի հաղթահարման համար։ Օրինակ, քրոնոլոգիկ ցենզուրայի համաձայն ճամփորդը որքան էլ ուզի չի կարող սպանել սեփական պապին։ Այս կամ այն փոքր հանգամանքները միշտ թույլ չեն տալու նրան դա անել, որովհետև արդեն իսկ պապը ողջ է մնացել, ինչը թույլ է տվել ճամփորդին ծնվել եւ վերադառնալ անցյալ։ Մեկ այլ պատկերացման համաձայն սպանելով պապին ճամփորդը ստեղծում է ալտերնատիվ ժամանակային գիծ, որում ինքը չի ծնվելու։ Այս պատկերացումը համապատասխանում է քվանտային մեխանիկայի բազմաթիվ աշխարհների ինտերպրետացիային։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։